Հայաստանում տուն գնել կամ վաճառելու գործընթացը րոպեների և ինտերնետում մի քանի քլիքի հարց է դառնում։ Գործարք կնքելու համար հիմա պահանջվող կողմերի անձամբ կադաստրային բաժանմունք գնալու, իսկ երկրից բացակայելու դեպքում ծանոթ բարեկամին նոտարով ու թարգմանած ապոստիլով լիազորելու փոխարեն ամբողջը հնարավոր կլինի օնլայն անել։ Ամռան սկզբից արդեն ծառայությունը թվային էլեկտրոնային տարբերակով հասանելի կդառնա։ Բնակչությանը տեղեկացնում են կադաստրի կոմիտեից։ Քաղաքացիները էլեկտրոնային եղանակով կարողանում են գործարքները վավերացնել, որը հավասարազոր է թղթային եղանակով, ձեռքով, գրիչով կատարված ստորագրված պայմանագրերի։ Նորամուծությունը շատերի գործը կհեշտացնի, բայց դրանից կշահեն հատկապես արտասահմանում ապրող մեր համաքաղաքացիները, քանի որ այլևս ստիպված չեն լինի անշարժ գույքի հետ կապված հարցերի համար գնալ գալու կամ լիազորագրերի վրա գումար ու ժամանակ ծախսել։ Խնդիրը հենց նրանք են առաջ քաշել։ Համակարգից օգտվելու միակ պայմանը Հայաստանի քաղաքացի լինելը եւ ուշադրություն էլեկտրոնային ստորագրություն ունենալն է։ Նույն այն ստորագրությունը, որ մարդիկ եկամուտների հայտարարագիր լրացնելու փուլում վերցրել են իրենց բջջային օպերատորից։ Հարթակը դրա միջոցով է նույնականացնելու անձին։ Պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, քանի որ երկուսն էլ պետք է պարտադիր անցնեն ԱԵՏ-ի ասած ԵՍՄ ազգային նույնականացման, խիստ նույնականացման համակարգով նույնականացումը։ Որևէ տեղ գրանցվելու կամ ինչ-ինչ գործողությունների կարիք չկա, ծրագիրը կինտեգրվի կադաստրի էլեկտրոնային հարթակին ավտոմատ ապահովելու քաղաքացու կապն իր անշարժ գույքի հետ։ Ընդ որում կապ չունի Հայաստանում գտնվող օրինակ տան գնորդն է դրսում, վաճառողը թե երկուսն էլ։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է։ Անձը նախ մուտք է գործում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ, պարտադիր կերպով ԵՍՄ նույնականացման հարթակի միջոցով նույնականացվելով, դրանից հետո իր մոտ կա անձնական գրասենյակ բաժին, որտեղ արտացոլվում են այն գույքերը, որոնք վերջինիս պատկանում են սեփականության իրավունքով եւ որոնց վերաբերյալ քաղաքացին կարող է իրավունք ունի կնքելու գործարքներ։ Ըստ Նանե Ղազարյանի տվյալների անվտանգության խնդիր այստեղ չկա, քանի որ նույնականացումը վստահված է պետական մակարդակով աշխատող ԵՍՄ ծրագրին։ Ի կադաստրում քաղաքացին կընտրի ինչ գործարք, բնակարանի առուծախ վարձակալություն, թե օրինակ նվիրատվություն է ուզում անել ու կմնա միայն գույքի արժեքը լրացնել, ստորագրել։ Ենթադրենք, ես ուզում եմ ինձ պատկանող գույքը օտարել, ընտրում եմ առուծախի պայմանագիր տեսակը, ընտրում եմ այն գույքը, որը ցանկանում եմ օտարել, եւ համակարգը ինքնաշխատ լրացնում է այն տեղեկատվությունը, որը առկա է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում։ Դա կլինի գույքի հասցեն, գույքի մակերեսը, այն նույնականացնող տվյալներ եւ այլն։ Ինչից հետո քաղաքացին հնարավորություն է ունենալու միայն լրացնելու օրինակ գործարքի արժեքը, թե ինչ գնով է ցանկանում օտարել իր գույքը, եւ ստորագրելուց հետո կրկին էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելուց հետո ներկայացնելու է արդեն մյուս կողմին ստորագրման։ Բնակարան օնլայն գնել վաճառելու հեռակա հեշտ այս հնարավորությունը կադաստրում վստահ են կակտիվացնի երկրի անշարժ գույքի շուկան։ Նաև կառուցապատողները կկարողանան հենց արտասահմանյան էքսպոներում պայմանագիր կնքել պոտենցիալ հաճախորդների հետ։ Ծրագիրը 1.5 տարի լինելու է պիլոտային ռեժիմում, առաջինը հնարավորություն տա իրականացնել անշարժ գույքի առուծախի գործարքը։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։